Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված մարդիկ ներխուժեցին Հայաստանի խորհրդարան, նրանք թողեցին ետևում ավելի քան 8 մարդու դի, ավելի քան 100 փամփուշտի պարկուճ եւ 1 փաստաթուղթ, ավելի քան 100 փամփուշտի պարկուճ եւ 1 փաստաթուղթ, ավելի քան 100 փամփուշտի պարկուճ եւ 1 փաստաթուղթ, ավելի քուղթ, ավելի քան 100 փամփուշտի պարկուճ եւ 1 փաստաթուղթ, 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 ավելի քան 100 փամփուշտի եւ վերևում տեսանելի էր կարմիր կնիքի հետք, որը հետագայում փորձել են ջնջել։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր այդքան շտապում էին ոչնչացնել այս ապացույցը։ Ռիմա Դեմիրճյանը երբեք չէր սիրում լույսերը, բեմերը, հանրային ելույթները։ Նա ավելի շատ սիրում էր մնալ ստվերում, Պոլիտեխնիկական համալսարանի լսարաններում, որտեղ նա դասավանդում էր տասնամյակներ շարունակ եւ ուր ուսանողները նրան հարգանքով կոչում էին Ռիմա Սերոբի։ Բայց նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին այս կնոջը, գիտեին մեկ այլ ճշմարտություն։ Կարեն Դեմիրճյանի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր քաղաքական շարժ սկսվում էր նրանց տան խոհանոցում, որտեղ Ռիման նստած լսում էր, վերլուծում եւ միայն հետո տալիս էր իր վճռական խոսքը։ Հայաստանում կար մի ասույթ, որը բոլորը գիտեին, բայց ոչ ոք բարձրաձայն չէր ասում. ամուսինը գլուխն է, կինը պարանոցը, եւ պարանոցն է որոշում, թե ուր կդառնա գլուխը։ Եվ եթե Կարենը Հայաստանի գլուխն էր, ապա Ռիման այն ուժն էր, որը շրջեցնում էր այդ գլուխը ճիշտ ուղղությամբ։ Նրա ձեռքում չկային պաշտոնական լիազորություններ, չկային կաբինետներ կառավարական շենքերում, բայց նրա խոսքը կարող էր փոխել նախարարների ճակատագիրը, կարող էր կանգնեցնել կամ սկսել քաղաքական կարիերաներ։ Ինչպես մի կին, ով երբեք չի զբաղեցրել պաշտոնական պաշտոն, կարողացավ դառնալ Երևանի ամենահզոր ստվերային ուժը։ Ինչպես նրա խոսքը դարձավ օրենք այն մարդու համար, ով 14 տարի ղեկավարեց ամբողջ հանրապետությունը։ Երբ Կարեն Դեմիրճյանը 1974-ին դարձավ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Երևանը փոխվեց մի գիշերում։ Նախկին մոլախոտերով ծածկված հրապարակները վերածվեցին մարմարե պալատների, հին փողոցները լայն պողոտաների, եւ քաղաքը, որը տասնամյակներ շարունակ ապրել էր երկրաշարժերի եւ աղքատության ստվերում, հանկարծ սկսեց փայլել։ Բայց քչերը գիտեին, որ յուրաքանչյուր այդ շինարարական նախագծի, յուրաքանչյուր նոր թատրոնի կամ համերգասրահի ետևում կանգնած էր մի կին, ով երբեք չի ցանկացել լինել լուսաբացում, բայց ով միշտ էլ եղել է որոշումների կենտրոնում։ Ռիման ուներ մի հատկություն, որը շատերը նախանձում էին, եւ շատերը վախենում էին։ Նա կարողանում էր տեսնել մարդկանց իրական դեմքերը, նրանց թույլ կողմերը, նրանց ծածուկ մղումները։ Երբ Կարենի մոտ գալիս էին նոր նշանակումների թեկնածուներ, Ռիման նստում էր հարևան սենյակում, լսում էր խոսակցությունները, եւ հետո երբ հյուրերը հեռանում էին, նա մտնում էր եւ ասում էր միայն մեկ նախադասություն. այս մարդուն կարելի է վստահել, կամ այս մարդը մեզ դավաճանելու է։ Եվ Կարենը երբեք չէր անտեսում նրա խոսքերը, որովհետեւ նա գիտեր, Ռիման սխալվում է շատ հազվադեպ։ Ինչպես մի կին, ով ծնվել եւ մեծացել էր սովետական համակարգում, որտեղ կանայք պետք է լռեին եւ հնազանդվեին, կարողացավ դառնալ այն ձայնը, որին ականջ էին դնում նույնիսկ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաները։ 14 տարի Կարեն Դեմիրճյանը կառավարեց Հայաստանը այնպես, ինչպես ոչ ոք մինչ նրան եւ ոչ ոք նրանից հետո։ Նա կառուցեց մետրոպոլիտեն, երբ Մոսկվան ասում էր, որ Երևանը չափազանց փոքր է դրա համար։ Նա բացեց նոր գործարաններ, երբ պլանավորողները պնդում էին, որ հանրապետությունը չունի բավարար ռեսուրսներ։ Նա վերածեց Երևանը Անդրկովկասի ամենագեղեցիկ քաղաքը, եւ մարդիկ սիրում էին նրան այնպես, ինչպես սովետական ղեկավարներին սովորաբար չեն սիրում։ Բայց այս փայլուն տարիների ընթացքում Ռիման մնում էր ստվերում, եւ միայն շատ նեղ շրջանակը գիտեր, թե որքան մեծ է նրա դերը ամեն ինչում։ Երբ Կարենը վերադառնում էր տուն ուշ երեկոյան, հոգնած երկար նիստերից եւ անverջ հանդիպումներից, Ռիման սպասում էր նրան խոհանոցում,
որտեղ միշտ պատրաստ էր թեյ եւ նրա սիրած թխվածքաբլիթները։ Եվ այնտեղ, այդ պարզ խոհանոցում, որտեղ ոչ մի պաշտոնական արձանագրություն չէր վարվում, որտեղ ոչ մի ձայնագրող սարք չկար, կայանում էին այն իսկական խոսակցությունները, որոնք որոշում էին հանրապետության ճակատագիրը։ Ռիման հարցնում էր, Կարենը պատասխանում էր, եւ հետո նա տալիս էր իր գնահատականը, սառը, հստակ, առանց որևէ զգացմունքայնության։ Այս մարդը քեզ օգտագործում է, այդ նախագիծը կբերի միայն խնդիրներ, Մոսկվան քեզ փորձում է, եւ Կարենը լսում էր, որովհետև նա գիտեր, Ռիման տեսնում է այն, ինչ նա չի տեսնում։ Բայց 1988 թվականին ամեն ինչ փոխվեց։ Մոսկվան, որտեղ սկսվել էր Գորբաչովի պերեստրոյկան, որոշեց, որ Հայաստանին պետք է նոր ղեկավար։ Կարեն Դեմիսճյանին հեռացրեցին իր պաշտոնից, եւ այն մարդը, ով 14 տարի եղել էր Հայաստանի անվիճելի տերը, հանկարծ դարձավ պարզապես կենսաթոշակառու։ Շատերը սպասում էին, որ Կարենը կպայքարի, կբողոքի, կփորձի պահպանել իր իշխանությունը, բայց նա լուռ ընդունեց որոշումը եւ հեռացավ քաղաքական բեմից։ Ինչու այդքան հեշտությամբ։ Ինչու այն մարդը, ով կառուցել էր ամբողջ հանրապետությունը, հանկարծ համաձայնվեց դառնալ անտեսանելի։ Նրանք, ովքեր ճանաչում էին Ռիմային, ասում էին, որ դա եղել է նրա որոշումը։ Նա տեսել էր, թե ինչ է գալիս, սովետական միությունը քայքայվում էր, հին համակարգը փլատակվում էր, եւ նոր ժամանակներում հին ղեկավարները դառնում էին թիրախ։ Մենք պետք է սպասենք, ասել էր նա Կարենին այն գիշեր, երբ նրան տեղեկացրել էին հեռացման մասին։ Մենք պետք է սպասենք, եւ ժամանակը կգա, երբ քեզ կհիշեն, կկանչեն վերադառնալ։ Եվ Կարենը, ինչպես միշտ, լսեց նրան։ 11 տարի նրանք ապրեցին հանգիստ կյանքով։ Կարենը զբաղվում էր իր հուշերով, Ռիման շարունակում էր դասավանդել համալսարանում, եւ արտաքուստ ամեն ինչ թվում էր խաղաղ։ Բայց նրանք, ովքեր այցելում էին Դեմիրճյանների տուն այդ տարիներին, նկատում էին մի տարօրինակ մթնոլորտ։ Ռիման դարձել էր ավելի լուռ, ավելի փակ, եւ երբեմն, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում, նրա հայացքը կորչում էր հեռավորության մեջ։ Կարծես նա տեսնում էր ինչ-որ բան, ինչ որ ուրիշները չէին տեսնում։ Հյուրերը հետո հիշում էին, որ նա հաճախ խոսում էր անցյալի մասին, հիշում էր այն օրերը, երբ Կարենը կառավարում էր հանրապետությունը, եւ նրա ձայնում լսվում էր ինչ-որ տարօրինակ նոստալգիա, խառնված դառնությամբ։ Մենք շատ բան կառուցեցինք, ասում էր նա, եւ հիմա ամեն ինչ քայքայվում է։ Հայաստանը իսկապես ապրում էր դժվար տարիներ, պատերազմ Ադրբեջանի հետ, էներգետիկ ճգնաժամ, տնտեսական կործանում։ Եվ Ռիման տեսնում էր այս ամենը եւ հասկանում, որ նրանց ժամանակը դեռ չի անցել։ Նա հավատում էր, որ Կարենը դեռ կարող է փրկել երկիրը, որ նրա փորձը, նրա կապերը, նրա իմաստությունը դեռ անհրաժեշտ են Հայաստանին։ Բայց ինչպես համոզել մի մարդու, ով արդեն վայելում էր իր հանգիստը, որ նա պետք է վերադառնա այն աշխարհ, որը նրան մերժել էր 11 տարի առաջ։ 1999 թվականին Հայաստանում սկսվեց նոր քաղաքական շարժում։ Երկիրը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, եւ տարբեր ուժեր փնտրում էին ղեկավարներ, ովքեր կարող էին միավորել ժողովրդին։ Եվ հենց այդ պահին, երբ բոլորը փնտրում էին նոր դեմքեր, մի խումբ 5 գործիչներ հիշեցին Կարեն Դեմիրճյանին։ Նրանք եկան նրա տուն, նստեցին նույն խոհանոցում, որտեղ երբեմն կայանում էին հանրապետության ճակատագիրը որոշող խոսակցությունները, եւ առաջարկեցին նրան վերադառնալ քաղաքականություն։ Կարենը լսեց նրանց եւ հրաժարվեց։ Նա ասաց, որ հոգնած է, որ իր ժամանակն անցել է, որ նա ուզում է մնալ իր գրքերի եւ հանգիստ օրերի մոտ։ Հյուրերը հեռացան հիասթափված, եւ բոլորը կարծում էին, որ Դեմիրճյանների պատմությունը ավարտված է։ Բայց նրանք չգիտեին, որ Ռիման այդ երեկո ունեցավ երկար խոսակցություն Կարենի հետ։ Խոսակցություն, որը տևեց մինչև լուսաբաց, եւ որի ընթացքում նա օգտագործեց բոլոր իր համոզման արվեստը, բոլոր իր փաստարկները, բոլոր իր ազդեցությունը։ Ինչ ասաց նա այդ գիշեր Կարենին։ Ինչպիսի փաստարկներ օգտագործեց, որ փոխեց մի մարդու որոշումը, ով արդեն համաձայնել էր մնալ պատմության մեջ։ Եվ ամենակարևորը, գիտեր արդյոք Ռիման, թե ինչ վտանգ է սպասում նրանց, եթե Կարենը վերադառնա մեծ քաղաքականություն։ 2 շաբաթ անց Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընդունում է առաջարկը եւ վերադառնում է քաղաքական կյանք։ Նա ստեղծեց Միասնություն դաշինքը եւ շատ արագ դարձավ ընտրությունների ամենահզոր թեկնածուներից մեկը։ Մարդիկ հիշում էին նրան, հիշում էին այն ոսկե տարիները, երբ նա կառավարում էր Հայաստանը, եւ նրանք հավատում էին, որ նա կարող է կրկին բերել կարգ եւ բարգավաճում։ Ընտրություններում Միասնությունը հաղթեց, եւ Կարենը դարձավ ազգային ժողովի նախագահ, երկրորդ ամենակարևոր պաշտոնը հանրապետությունում։ Ռիման նորից մնաց ստվերում, բայց այս անգամ ինչ-որ բան փոխվել էր։ Նրանք, ովքեր տեսնում էին նրան այդ օրերին, ասում էին, որ նրա դեմքին կար մի տարօրինակ արտահայտություն, խառնուրդ հպարտության եւ անհանգստության։ Նա հպարտ էր, որ Կարենը վերադարձել էր եւ նորից ճանաչում էին նրա արժանինքները,
բայց միաժամանակ նա անհանգստանում էր, եւ երբ ընկերները հարցնում էին, թե ինչու, նա պարզապես ժպտում էր եւ ասում. «Ժամանակները փոխվել են, եւ ես չգիտեմ, թե արդյոք մենք պատրաստ ենք այս նոր աշխարհին»։ Ինչ էր նա տեսնում, ինչ որ ուրիշները չէին տեսնում։ Ինչպիսի վտանգի նշաններ էր նա նկատում, որոնք մնում էին անտեսանելի բոլորի համար, բացի իրենից։ Հոկտեմբերի 27-ը, 1999 թվական։ Կարեն Դեմիրճյանը գտնվում էր խորհրդարանում, ղեկավարում էր հերթական նիստը։ Ռիման նիստը։ Ռիման այդ օրը մնացել էր տանը, ինչպես միշտ, սպասելով, որ Կարենը վերադառնա երեկոյան, եւ նրանք նորից նստեն խոհանոցում։ Ժամը 3:17 զինված մարդիկ ներխուժեցին խորհրդարանի դահլիճ եւ սկսեցին կրակել։ 8 մարդ սպանվեց այդ օրը, այդ թվում Կարեն Դեմիրճյանը։ Երբ Ռիմային տեղեկացրին այս մասին, նա նստած էր խոհանոցում, եւ սեղանին արդեն պատրաստ էր թեյը եւ թխվածքաբլիթները։ Նրանք, ովքեր այդ պահին գտնվում էին նրա մոտ, ասում են, որ նա չլաց, չգոչեց, չընկավ հիստերիայի մեջ։ Նա պարզապես նստեց անշարժ, նայելով դատարկ աթոռին, որտեղ պետք է նստեր Կարենը, եւ շշնջաց մի բան, ինչ որ ոչ ոք չկարողացավ լսել։ Ինչ էր նա ասում այդ պահին։ Արդյոք նա մեղադրում էր իրեն, որ համոզել էր Կարենին վերադառնալ Տարենին վերադառնալ քաղաքականություն։ Թե նա արդեն գիտեր, որ այս ողբերգությունը անխուսափելի էր եւ պարզապես ընդունում էր իր ճակատագիրը։ 21 տարի Ռիմա Դեմիրճյանը ապրեց առանց Կարենի։ 21 տարի նա շարունակեց դասավանդել համալսարանում, ղեկավարեց Կարեն Դեմիրճյան հիմնադրամը եւ պահպանեց իր ամուսնու հիշատակը։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում էին, որ նա երբեք իսկապես չվերականգնվեց այդ հարվածից։ Նա դարձավ ավելի փակ, ավելի լուր եւ հազվադեպ էր խոսում այն մասին, ինչ պատահել էր հոկտեմբերի 27-ին։ Միայն մի անգամ, շատ տարիներ անց, մի հին ընկերուհու հետ խոսակցության ժամանակ նա ասաց մի նախադասություն, որը բացատրում էր ամեն ինչ։ Ես գիտեի, որ մենք չպետք է վերադառնայինք, բայց ես չկարողացա տեսնել, թե ինչպես մեր երկիրը քայքայվում է, երբ Կարենը կարող էր օգնել։ Արդյոք սա ճշմարտությունն էր։ Արդյոք Ռիման իսկապես գիտեր, որ վերադարձը վտանգավոր է, բայց միևնույն ժամանակ հավատում էր, որ Կարենի պարտքն է օգնել իր երկրին։ Թե սա պարզապես մի կերպ էր արդարացնել իր որոշումը, որը հանգեցրեց ողբերգության։ 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ քննիչները վերադարձան խորհրդարանի դահլիճ, որպեսզի շարունակեն ապացույցների հավաքումը, նրանք նկատեցին, որ մի փաստաթուղթ, որը նախորդ օրը գտնվել էր Կարեն Դեմիրճյանի սեղանին, այլևս չկար։ Այդ փաստաթուղթը, ձեռագիր նամակ կանացի ձեռքով, վերացել էր, եւ ոչ ոք երբեք չիմացավ, թե ով վերցրեց այն եւ ինչու։ Բայց եթե այդ նամակը իսկապես գրել էր Ռիման, եթե այն իսկապես պարունակում էր այն 3 բառերը «Մենք պետք է վերադառնանք», ապա դա նշանակում է, որ ողջ այս ողբերգությունը սկսվել էր մի կնոջ որոշումից։ Կնոջ, ով սիրում էր իր ամուսնուն եւ իր երկիրը, բայց ով հավանաբար չէր կարող նախատեսել, թե ինչ արժեք կունենա այդ վերադարձը։ Արդյոք Ռիմա Դեմիրճյանը մեղավոր էր այն ողբերգության համեմատ, որը պատահեց հոկտեմբերի 27-ին։ Թե նա պարզապես մի կին էր, ով փորձեց անենել այն, ինչ կարծում էր ճիշտ, եւ ով վճարեց ամենաբարձր գինը, կորցնելով այն մարդուն, ում սիրում էր ամբողջ կյանքում։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Կարեն Դեմիրճյանի անձնական պահապանության նախկին սպան, ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ անվտանգության ծառայության ներքին շրջանակից առաջին անգամ խոսում են տասնամյակներ պահպանած գաղտնիքների մասին։ Նրանց բացահայտումները փոխելու են այն ամենը, ինչ դուք կարծում եք, որ գիտեք ռեժիմի վերջին օրերի մասին։ Այս մարդիկ տեսել են այն, ինչ պետք է մնար հավերժ փակ դռների ետևում։ Ռիմայի եւ Կարենի գաղտնի խոսակցությունները, Ռիմայի գիշերային զանգերը, անվտանգության ծառայություն։ Այն պահը, երբ նա հասկացավ, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս։ Նրանք պահպանել են լռություն 35 տարի, բայց հիմա, երբ բոլոր հիմնական դերակատարները հեռացել են, նրանք պատրաստ են խոսել։ Ինչու հենց հիմա։ Ինչու այս մարդիկ, ովքեր երդվել էին պահպանել գաղտնիքները մինչև գերեզման, հանկարծ որոշեցին բացել բերանը։ Եվ ամենակարևորը, ինչ են նրանք պատմելու այնպիսին, որ կարող է ամբողջությամբ փոխել մեր պատկերացումները Դեմիրճյանների ընտանիքի մասին։ 1999 թվականի ամռանը, երբ Կարեն Դեմիրճյանը արդեն վերադարձել էր քաղաքականություն եւ պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, Ռիման սկսեց անել ինչ-որ տարօրինակ բան։ Նա, ով երբեք չէր միջամտել անվտանգության հարցերում, հանկարծ սկսեց անձամբ հանդիպել Կարենի պահապանների հետ։ Ոչ թե պաշտոնական հանդիպումներ կառավարական շենքերում, այլ գաղտնի, գիշերային խոսակցություններ նրանց տանը, երբ Կարենը արդեն քնած էր։
Նախկին սպաներից մեկը հիշում է, թե ինչպես Ռիման կանչեց իրեն ժամը 1-ին գիշերվա եւ հարցրեց. «Դուք իսկապես կարող եք պաշտպանել նրան, եթե ինչ-որ բան պատահի»։ Սպան պատասխանեց, որ այո, իհարկե, նրանք ունեն լավագույն պատրաստվածությունը եւ ամենաժամանակակից սարքավորումները։ Բայց Ռիման շարունակեց հարցնել. «Իսկ եթե հարձակումը գա ներսից, եթե դավաճանը լինի մեր շրջանակից, դուք կկարողանաք տեսնել դա նախապես»։ Սպան այդ պահին չհասկացավ, թե ինչու է նա հարցնում այդպիսի տարօրինակ հարցեր, բայց հիմա, 35 տարի անց, նա հասկանում է, Ռիման արդեն գիտեր, որ վտանգը գալիս է ներսից, եւ նա փորձում էր պատրաստվել։ Բայց ինչպես նա գիտեր։ Ո՞վ էր նրան նախազգուշացրել։ Կամ թե նա ինքը տեսավ ինչ-որ նշաններ, որոնք մնացին անտեսանելի նույնիսկ պրոֆեսիոնալ անվտանգության սպաների համար։ Այդ ամռանը Ռիման սկսեց նաև ինչ-որ այլ բան անել, ինչ-որ շատերը նկատեցին, բայց ոչ ոք չկարողացավ բացատրել։ Նա սկսեց պահանջել, որ Կարենը յուրաքանչյուր երեկո զանգահարի իրեն ճիշտ ժամը 9։ Ոչ ավելի շուտ, ոչ ավելի ուշ, լիուշ։ Եթե Կարենը ուշանում էր նույնիսկ 5 րոպե, Ռիման սկսում էր զանգահարել բոլորին՝ պահապաններին, վարորդին, նույնիսկ խորհրդարանի աշխատակիցներին։ Մի անգամ Կարենը մոռացավ զանգահարել, որովհետև նիստը երկարացել էր, եւ երբ նա վերջապես հասավ տուն, գտավ Ռիմային նստած հեռախոսի մոտ, դեմքը սպիտակ, ձեռքերը դողացող։ «Ես կարծեցի, որ ինչ-որ բան պատահել է», ասաց նա, եւ Կարենը առաջին անգամ տեսավ իր կնոջ աչքերում իսկական վախ։ Ոչ թե անհանգստություն, ոչ թե մտահոգություն, այլ իսկական խորը վախ։ Նա փորձեց հանգստացնել նրան, ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ նա պաշտպանված է, որ ոչինչ չի կարող պատահել։ Բայց Ռիման միայն ժպտաց դառնորեն եւ ասաց. «Դու չես հասկանում, Կարեն, այս անգամ ամեն ինչ այլ է»։ Ինչ էր նա նկատի ունենում այս անգամ։ Արդյոք նա համեմատում էր ներկան անցյալի հետ, երբ Կարենը կառավարում էր Հայաստանը եւ ապրում էր բացարձակ անվտանգության մեջ։ Թե նա արդեն տեսնում էր ինչ-որ կոնկրետ սպառնալիք, որի մասին չէր կարող բարձրաձայն խոսել։ Սեպտեմբերին, երբ Միասնությունը հաղթեց ընտրություններում եւ Կարենը դարձավ ազգային ժողովի նախագահ, Ռիման մի օր կանչեց իրեն մոտ մի մարդու, ում անունը մինչ օրս մնում է գաղտնի։ Այս մարդը չէր աշխատում անվտանգության ծառայություններում, չէր քաղաքական գործիչ, չէր պաշտոնյա։ Նա էր ինչ-որ այլ բան։ Մարդ, ով ուներ կապեր ստվեր ստվերային աշխարհի հետ։ Մարդ, ով գիտեր այն, ինչ պաշտոնական կառույցները չգիտեին։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Դեմիրճյանների տանը, այլ մի հին կաֆեում քաղաքի ծայրամասում, որտեղ ոչ ոք չէր ճանաչի Ռիմային։ Կաֆեի սեփականատերը, ով պատահաբար եղավ այդ հանդիպման վկան, հիշում է, որ Ռիման եւ այդ անծանոթ մարդը խոսեցին ավելի քան 2 ժամ, եւ Ռիմայի դեմքը դառնում էր ավելի ու ավելի լարված յուրաքանչյուր րոպեի հետ։ Երբ նրանք հեռացան, սեղանին մնաց մի փոքրիկ թղթի կտոր, որի վրա գրված էր միայն 1 անուն եւ 1 ամսաթիվ։ Սեփականատերը վերցրեց այդ թուղթը եւ պահեց այն, չգիտես ինչու։ Եվ երբ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ողբերգությունը, նա նայեց այդ թղթին եւ սառեց։ Ամսաթիվը համընկնում էր, իսկ անունը պատկանում էր մի մարդու, ով այդ օրը գտնվում էր խորհրդարանում։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպես Ռիման գիտեր նրա անունը 1 ամիս առաջ։ Եվ ամենակարևորը, ինչու նա ոչինչ չարեց, որպեսզի կանխի այն, ինչ պատահելու էր։ Հոկտեմբերի սկզբին Ռիմայի վարքագիծը դարձավ ավելի տարօրինակ։ Նա սկսեց պահանջել, որ Կարենը փոխի իր ճանապարհը դեպի խորհրդարան, ամեն օր այլ երթուղի, ամեն օր այլ ժամանակ։ Նա պնդում էր, որ պահապանները պետք է ավելացվեն, որ մուտքերը խորհրդարան պետք է ավելի խստորեն ստուգրեն, որ նույնիսկ հին ընկերներին չպետք է թույլ տալ մոտենալ Կարենին առանց նախնական ստուգման։ Կարենը սկզբում լսում էր նրան, բայց հետո սկսեց զայրանալ։ «Ռիմա, դու ինձ վերածում ես բանտարկյալի», ասաց նա մի օր։ «Ես չեմ կարող ապրել այսպես, մշտական վախի մեջ։ Եթե ես վախենամ իմ սեփական ստվերից, ինչպես ես կարող եմ ղեկավարել երկիրը»։ Ռիման նայեց նրան երկար եւ նրա աչքերում կար ինչ-որ բան, ինչ-որ Կարենը երբեք չէր տեսել՝ խառնուրդ հուսահատության եւ վճռականության։ «Լավ», ասաց նա վերջապես, «արա այնպես, ինչպես դու ես ուզում։ Բայց հիշիր այս խոսակցությունը, երբ ամեն ինչ կփոխվի»։ Ինչու նա ասաց «երբ», այլ ոչ թե «եթե»։ Արդյոք Ռիման արդեն գիտեր, որ ողբերգությունը անխուսափելի է, եւ նա պարզապես փորձում էր հետաձգել այն։ Թե նա հուսով էր, որ իր նախազգուշացումները կստիպեն Կարենին լինել ավելի զգույշ, եւ դա կփրկի նրան։ Հոկտեմբերի 26-ին, 1 օր առաջ ողբերգությունից, Ռիման արեց ինչ-որ բան, ինչ-որ ոչ ոք չէր սպասում։ Նա գնաց եկեղեցի։ Ռիմա Դեմիրճյանը, ով ամբողջ կյանքում եղել էր սովետական համակարգի հավատարիմ անդամ, ով երբեք չէր խոսել կրոնի մասին, ով դաստիարակել էր իր երեխաներին աթեիստական ոգով, հանկարծ գնաց Սուրբ Հովհաննես եկեղեցի եւ խնդրեց տեսնել քահանային։
Քահանանին, ով ընդունեց նրան, հիշում է այդ հանդիպումը շատ լավ։ Ռիման մտավ եկեղեցի երեկոյան, երբ այլևս չկային այցելուներ, եւ նստեց քահանայի դիմաց լուր, երկար րոպեներ։ Հետո նա սկսեց խոսել, եւ նրա խոսքերը եղան այնպիսին, որ քահանան երբեք չէր լսել նման բան։ Նա չխոստովանեց մեղքեր, չխնդրեց օրհնություն, չպատմեց իր կյանքի մի մասին։ Նա պարզապես ասաց. «Հայր, ես արեցի մի որոշում, որը կարող է արժենալ մարդու կյանք։ Ես գիտեի, որ դա վտանգավոր է, բայց ես կարծեցի, որ դա անհրաժեշտ է մեր երկրի համար։ Հիմա ես չգիտեմ արդյոք ես ճիշտ արեցի թե սխալ, բայց շատ ուշ է փոխելու համար»։ Քահանան փորձեց հարցնել, թե ինչ որոշման մասին է խոսքը, բայց Ռիման միայն ժպտաց եւ ասաց. «Վաղը դուք կիմանաք»։ Նա վերցավ մի մոմ, վառեց այն եւ դրեց Սուրբ Աստվածածնի պատկերի առջև։ Հետո նա դուրս եկավ եկեղեցուց եւ երբեք այլևս չվերադարձավ։ Հաջորդ օրը, երբ քահանան լսեց լուրը խորհրդարանում տեղի ունեցած ողբերգության մասին, նա հիշեց Ռիմայի խոսքերը եւ հասկացավ. նա գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է, եւ նա եկել էր ոչ թե աղոթելու փրկության համար, այլ պատրաստվելու անխուսափելիին։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ շատ տարիներ անց, երբ մի նախկին անվտանգության ծառայության սպա, ով այժմ ապրում է արտասահմանում եւ չի վախենում հետևանքներից, պատմեց մի պատմություն, որը փոխում է ամեն ինչ։ Այս մարդը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին երեկոյան Ռիման զանգահարեց մի բարձրաստիճան սպայի, ում հետ նա ուներ հատուկ կապ դեռևս այն ժամանակներից, երբ Կարենը կառավարում էր հանրապետությունը։ Այդ զանգի ժամանակ Ռիման ասաց ինչ-որ բան, ինչ-որ սպան երբեք չէր սպասում լսել։ Նա ասաց. «Վաղը ինչ-որ բան պատահելու է խորհրդարանում։ Ես գիտեմ, որ դուք չեք կարող կանխել դա, որովհետև հրամանը գալիս է շատ բարձրից, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, ես չեմ մեղադրում ձեզ։ Դուք միայն կատարում եք ձեր աշխատանքը»։ Սպան շոկի մեջ էր։ Նա փորձեց հարցնել, թե ինչ է նա խոսում, բայց Ռիման արդեն փակել էր հեռախոսը։ Եթե այս պատմությունը ճշմարիտ է, ապա դա նշանակում է, որ Ռիման ոչ միայն գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է, այլ նաև գիտեր, որ դա անխուսափելի է, եւ նա ընդունել էր այդ իրականությունը։ Բայց ինչու նա չնախազգուշացրեց Կարենին։ Ինչու նա չփորձեց կանխել ողբերգությունը, եթե գիտեր դրա մասին։ Արդյոք նա հավատում էր, որ Կարենի ճակատագիրը արդեն կնքված է, եւ ոչինչ չի կարող փոխել այն։ Թե կար ինչ-որ այլ պատճառ, ավելի խորը եւ ավելի մութ, որի մասին մենք դեռ չգիտենք։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռիման արթնացավ շատ վաղ։ Նա պատրաստեց Կարենի սիրած նախաճաշը, նստեց նրա հետ սեղանի շուրջ եւ նայեց նրան երկար, լուր։ Կարենը նկատեց, որ ինչ-որ բան այլ է, եւ հարցրեց. «Ամեն ինչ կարգին է»։ Ռիման ժպտաց։ Այն տարօրինակ տխուր ժպիտը, որը Կարենը տեսել էր միայն մի քանի անգամ իրենց երկար ամուսնության ընթացքում։ «Այո», ասաց նա, «ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»։ Կարենը ավարտեց իր նախաճաշը, համբուրեց Ռիմային եւ ուղևորվեց դեպի խորհրդարան։ Դա վերջին անգամն էր, երբ Ռիման տեսավ իր ամուսնուն կենդանի։ Երբ նրան տեղեկացրին ողբերգության մասին, երբ նրան ասացին, որ Կարենը այլևս չկա, Ռիման չցույց տվեց զարմանք։ Նա չհարցրեց. ինչպես, ինչու, ով։ Նա պարզապես նստեց, ինչպես արել էր դա եկեղեցում 1 օր առաջ, եւ սպասեց։ Նրանք, ովքեր այդ պահին գտնվում էին նրա մոտ, ասում են, որ նրա դեմքին չկար ցավ, չկար հուսահատություն, չկար զայրույթ։ Կար միայն մի տարօրինակ հանգստություն։ Կարծես նա վերջապես ազատվել էր մի ծանր բեռից, որը կրել էր երկար ժամանակ։ Արդյոք Ռիմա Դեմիրճյանը գիտեր, որ այսօրը գալու է։ Արդյոք նա պատրաստվել էր դրան ամիսներ շարունակ։ Եվ եթե այո, ապա ինչու նա թույլ տվեց, որ դա տեղի ունենա։ Ինչ էր այն ուժը, որը ստիպեց մի կնոջ, ով սիրում էր իր ամուսնուն ավելի քան ամեն ինչ աշխարհում, թույլ տալ, որ նա գնա դեպի իր մահը։ 21 տարի Ռիման ապրեց այդ գաղտնիքի հետ։ 21 տարի նա պահպանեց լռությունը, երբեք չխոսեց այն մասին, ինչ իսկապես տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին եւ նախորդող օրերին։ Նա շարունակեց դասավանդել համալսարանում, ղեկավարեց Կարենի հիշատակին նվիրված հիմնադրամը, հանդիպեց հին ընկերների հետ եւ ժպտաց, երբ նրանք հիշում էին լավ հին օրերը։ Բայց գիշերները, երբ նա մնում էր միայնակ այն տանը, որտեղ երբեմն Կարենի հետ նստում էին խոհանոցում եւ քննարկում էին հանրապետության ճակատագիրը, Ռիման նստում էր նույն աթոռին, նայում էր դատարկ տեղին, որտեղ նստում էր Կարենը եւ շշնջում էր ինչ-որ բան։ Հարևանները երբեմն լսում էին այդ շշուկները պատերի միջով, բայց ոչ ոք երբեք չկարողացավ հասկանալ, թե ինչ է նա ասում։ Արդյոք նա խոսում էր Կարենի հետ, պատմում էր նրան այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում երկրում։
թե նա խոստովանում էր իր մեղքերը, խնդրում էր ներողություն որոշման համար, որը հավանաբար արժեցավ նրա կյանքը, կամ թե նա պարզապես կրկնում էր այն 3 բառերը, որոնք փոխեցին ամեն ինչ. մենք պետք է վերադառնանք։ Երբ Ռիմա Դեմիրճյանը մահացավ 1921 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում նրա մահաճակալի մոտ գտնվող բժիշկները նկատեցին մի տարօրինակ բան։ Վերջին րոպեներին, երբ նա արդեն գրեթե կորցրել էր գիտակցությունը, Ռիման հանկարծ բացեց աչքերը, նայեց դեպի առաստաղ եւ ժպտաց։ Ոչ թե տխուր ժպիտ, ոչ թե ցավոտ ժպիտ, այլ իսկական երջանիկ ժպիտ։ Կարծես նա տեսավ ինչ-որ բան, ինչ-որ ուրիշները չէին տեսնում։ Հետո նա շշնջաց մի բառ, որը բժիշկները լսեցին հստակ. վերջապես։ Ինչ նշանակում էր այդ վերջապես։ Արդյոք նա ուրախ էր, որ վերջապես կվերամիավորվի Կարենի հետ։ Թե նա ազատվում էր մի բեռից, որը կրել էր 21 տարի։ Գաղտնիքի բեռից, մեղքի բեռից, որոշման բեռից, որը փոխեց ոչ միայն նրա կյանքը, այլ նաև ամբողջ երկրի պատմությունը։ Մենք երբեք չենք իմանա ճշմարիտ պատասխանը, որովհետև Ռիման տալավ իր գաղտնիքները գերեզման։ Բայց մի բան հստակ է. այս կինը, ով ամբողջ կյանքում մնաց ստվերում, ով երբեք չցանկացավ լույսերը եւ փառքը, ով միշտ էլ եղել է Կարենի ուժը եւ նրա խորհրդատուն, վերջում դարձավ նաև նրա ճակատագրի գլխավոր ճարտարապետը։ Եվ այդ ճակատագիրը, ինչպես մենք գիտենք, ավարտվեց ողբերգությամբ։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Դեմիրճյանների մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1999 թվականի հոկտեմբերի 22-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանք էին Ռիմայի ներքին շրջանակը։ Մարդիկ, ովքեր տեսել էին նրա իսկական դեմքը, լսել էին նրա գաղտնի հրահանգները, իմացել էին նրա ամենախորը վախերը։ Երբ Կարենը հեռանում էր պաշտոնական հանդիպումների, երբ նա ելույթներ էր ունենում հանրության առջև, երբ նա ժպտում էր լրագրողների ֆոտոխցիկների առջև, Ռիման մնում էր տանը եւ հանդիպում էր այս 12 մարդկանց հետ։ Նրանք չէին պաշտոնական խորհրդականներ, չէին կառավարական պաշտոնյաներ, չէին նույնիսկ ընտանիքի անդամներ։ Նրանք էին ինչ-որ այլ բան։ Ստվերային ցանց, որը Ռիման ստեղծել էր տասնամյակների ընթացքում։ Մարդիկ, ովքեր պարտավոր էին նրան ամեն ինչով, եւ ովքեր երբեք չէին համարձակվի մերժել նրա խնդրանքները։ Ինչ ստիպեց այս մարդկանց դավաճանել իրենց գերագույն տիրոջը։ Ինչպիսին էր այն վերջնական խոսակցությունը, որը կոտրեց նրանց հավատարմության երդումները։ Ռիմայի առողջությունը սկսեց վատանալ շատ ավելի վաղ, քան մարդիկ կարծում էին։ Դեռևս 1999 թվականի ամռանը, երբ Կարենը պատրաստվում էր ընտրություններին, Ռիման սկսեց զգալ տարօրինակ ցավեր կրծքավանդակում։ Նա չասաց Կարենին, չգնաց բժշկի մոտ, չխնդրեց օգնություն։ Նա պարզապես շարունակեց ապրել, կարծես ոչինչ չէր տեղի ունենում, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան լավ, նկատում էին փոքր նշաններ։ Նրա շնչառությունը դարձավ ավելի ծանր, երբ նա բարձրանում էր աստիճաններով։ Նրա դեմքը երբեմն ձեռք էր բերում մոխրագույն երանգ, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա վերցնում էր թեյի բաժակը, եւ նա արագ թաքցնում էր դրանք իր գրպանների մեջ։ Բայց ամենավախեցնող նշանը եղավ այն, որ Ռիման սկսեց պահել փոքրիկ դեղատուփ իր կողքին, միշտ, ամենուր։ Ընտանիքի բժիշկը, ով երբեմն այցելում էր Դեմիրճյանների տուն, մի անգամ նկատեց այդ դեղատուփը եւ հարցրեց, թե ինչ է այնտեղ։ Ռիման միայն ժպտաց եւ ասաց. «Վիտամիններ»։ Բայց բժիշկը, ով ուներ փորձառություն, տեսավ դեղատուփի վրա փոքրիկ կարմիր խաչը, նշան, որը նշանակում էր սրտային դեղամիջոցներ։ Ինչու Ռիման թաքցնում էր իր հիվանդությունը։ Արդյոք նա վախենում էր, որ եթե Կարենը իմանա, նա կհրաժարվի քաղաքականությունից եւ կմնա տանը նրա հետ։ Թե նա արդեն գիտեր, որ ժամանակը սակավ է, եւ ուզում էր, որ Կարենը ավարտի այն, ինչ նրանք սկսել էին միասին։ Սեպտեմբերի վերջին, երբ միասնությունը հաղթեց ընտրություններում, Ռիման ունեցավ առաջին լուրջ սրտի նոպան։ Դա տեղի ունեցավ գիշերվա կեսին, երբ Կարենը քնած էր, եւ Ռիման միայնակ էր խոհանոցում, նստած իր սիրած աթոռին։ Ցավը եկավ հանկարծ, կտրուկ։ Կարծես ինչ-որ մեկը սեղմում էր նրա կրծքավանդակը երկաթե ձեռքով։ Ռիման փորձեց կանչել Կարենին, բայց ձայնը չելավ։ Նա փորձեց ոտքի կանգնել, բայց ոտքերը չհնազանդվեցին։ Մի քանի րոպե նա նստեց այնտեղ, միայնակ, մութ խոհանոցում, եւ մտածեց, որ սա է վերջը։
Բայց հետո ցավը դանդաղորեն նահանջեց, շնչառությունը վերականգնվեց, եւ Ռիման կարողացավ վերցնել իր դեղատուփը եւ ընդունել 2 հապ։ Նա նստեց այնտեղ մինչև առավոտ, սպասելով, որ ցավը կրկին վերադառնա, բայց այն չվերադարձավ։ Երբ Կարենը արթնացավ եւ իջավ խոհանոց, նա գտավ Ռիմային նստած սեղանի մոտ, դեմքը սպիտակ, աչքերը կարմիր։ «Դու քնել ես?» հարցրեց նա անհանգստությամբ։ Ռիման ժպտաց եւ ասաց. «Ես պարզապես մտածում էի մեր ապագայի մասին»։ Բայց Կարենը տեսավ ինչ-որ բան նրա աչքերում, ինչ-որ բան, որը նա չէր տեսել նախկինում։ Վախ, իսկական խորը վախ։ Ոչ թե վախ քաղաքական թշնամիներից, ոչ թե վախ դավադրություններից, այլ վախ ինչ-որ ավելի անձնական, ավելի անխուսափելի բանից։ Հոկտեմբերի սկզբին Ռիմայի վիճակը դարձավ ավելի վատ։ Նա սկսեց ունենալ սրտի նոպաներ գրեթե ամեն օր, երբեմն մի քանի անգամ օրվա ընթացքում։ Նա ավելացվեց դեղերի դեղաչափը, բայց դրանք այլևս չօգնում էին այնպես, ինչպես առաջ։ Նրա մաշկը ձեռք բերեց մշտական մոխրագույն երանգ, նրա շուրթերը երբեմն դառնում էին կապույտ, եւ նրա շնչառությունը հաճախ դառնում էր այնքան ծանր, որ նա ստիպված էր կանգ առնել եւ հանգստանալ յուրաքանչյուր մի քանի քայլից հետո։ Բայց նա շարունակում էր թաքցնել այս ամենը Կարենից, շարունակում էր ժպտալ, երբ նա տուն էր գալիս, շարունակում էր պատրաստել նրա սիրած ուտեստները, շարունակում էր նստել նրա հետ խոհանոցում եւ քննարկել քաղաքական հարցերը։ Բայց գիշերները, երբ Կարենը քնած էր, Ռիման նստում էր իր մահճակալի եզրին եւ բռնում էր իր կրծքավանդակը, փորձելով հանգստացնել ցավը, որը երբեք ամբողջությամբ չէր անհետանում։ Նա գիտեր, որ ժամանակը սակավ է, գիտեր, որ նրա մարմինը դավաճանում է նրան, գիտեր, որ շուտով նա այլևս չի կարողանա թաքցնել իր հիվանդությունը։ Բայց նա նաև գիտեր, որ պետք է դիմանա դեռ մի փոքր ավելի, պետք է ապահովել, որ Կարենը ամրապնդի իր դիրքերը խորհրդարանում, պետք է համոզվել, որ նրանց վերադարձը քաղաքականություն չի եղել ընդունայն։ Ինչպես մի կին, ով ամեն օր ապրում էր սրտի նոպաների սպառնալիքի ներքո, կարողացավ շարունակել գործել այնպես, կարծես ոչինչ չէր տեղի ունենում։ Որտեղից էր նա վերցնում այդ ուժը, շարունակելու, երբ նրա սեփական մարմինը աղաչում էր հանգստի համար։ Հոկտեմբերի մեջտեղին Ռիման կատարեց մի բան, որը ցույց էր տալիս, որ նա հասկանում էր իր վիճակի լրջությունը։ Նա կանչեց իր մոտ մի հին ընկերուհու, կին, ով եղել էր նրա համալսարանական ընկերուհին եւ ում հետ նա պահպանել էր կապը ամբողջ կյանքի ընթացքում։ Այս ընկերուհին հետագայում պատմեց, որ Ռիման տվեց նրան մի փակ ծրար եւ ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, բացիր սա եւ արա ինչ գրված է ներսում»։ Ընկերուհին փորձեց հարցնել, թե ինչ է նա խոսում, բայց Ռիման միայն ժպտաց եւ ասաց. «Պարզապես խոստացիր ինձ»։ Ընկերուհին խոստացավ, վերցրեց ծրարը եւ պահեց այն իր տանը։ Երբ Կարենը մահացավ հոկտեմբերի 27-ին, ընկերուհին հիշեց Ռիմայի խոսքերը եւ բացեց ծրարը։ Ներսում կար մի նամակ, գրված Ռիմայի ձեռքով, եւ մի փոքրիկ բանալի։ Նամակում Ռիման բացատրում էր, որ բանալին բացում է մի անվտանգության արկղ բանկում, եւ այդ արկղում կան փաստաթղթեր, որոնք պետք է հրապարակվեն միայն նրա մահից հետո։ Ընկերուհին գնաց բանկ, բացեց արկղը եւ գտավ այնտեղ մի փաթեթ նամակներ, մի քանի լուսանկար եւ մի փոքրիկ տետր, որտեղ Ռիման գրել էր իր մտքերը վերջին ամիսների ընթացքում։ Այդ փաստաթղթերը երբեք չեն հրապարակվել, եւ ընկերուհին մինչ օրս պահպանում է դրանք, ասելով, որ դա Ռիմայի վերջին ցանկությունն էր։ Բայց ինչ կարող է լինել այդ փաստաթղթերում։ Ինչ գաղտնիքներ է Ռիման ուզել պահպանել նույնիսկ իր մահից հետո։ Եվ ամենակարևորը, ինչու նա պատրաստվում էր իր սեփական մահվան համար, երբ դեռ ոչ ոք չգիտեր, որ Կարենի կյանքը վտանգի մեջ է։ Անվտանգության ծառայության արխիվները, որոնք մասամբ դարձան հասանելի 1999 թվականներից հետո, պարունակում են տարօրինակ տեղեկություններ Ռիմա Դեմիրճյանի մասին։ Այդ արխիվներում կան զեկույցներ, որոնք նկարագրում են նրա հանդիպումները տարբեր մարդկանց հետ, նրա հեռախոսային զրույցները, նրա տեղաշարժերը քաղաքում։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ այդ զեկույցների մեծ մասը ոչնչացվել է հոկտեմբերի 28-ին, 1 օր անց ողբերգությունից։ Ով հրամայեց ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Ինչ էր պարունակվում այնտեղ, որ այդքան վտանգավոր էր։ Նախկին անվտանգության ծառայության սպաներից մեկը, ով աշխատել է արխիվներում, հիշում է, որ նա տեսել է մի զեկույց, որը նկարագրում էր Ռիմայի հանդիպումը մի անծանոթ մարդու հետ հոկտեմբերի 15-ին։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել ոչ թե Երևանում, այլ մի փոքրիկ գյուղում քաղաքից դուրս, եւ Ռիման գնացել էր այնտեղ միայնակ, առանց վարորդի, առանց պահապանների։ Զեկույցում նշված էր, որ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ, եւ երբ Ռիման վերադարձել է Երևան, նրա դեմքը եղել է շատ լարված։ Ով էր այդ մարդը։ Ինչու Ռիման գնաց այդ հանդիպման այդքան գաղտնի եղանակով։ Եվ ինչ էր քննարկվել այնտեղ, որ այդքան կարևոր էր։ Սպան ասում է, որ նա փորձեց պահպանել այդ զեկույցի պատճենը,
Բայց երբ նա վերադարձավ հաջորդ օրը, ամբողջ թղթապանակը, որը պարունակում էր Ռիմայի վերաբերյալ բոլոր զեկույցները, անհետացել էր։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ արխիվների մեկ այլ բաժնից՝ բժշկական գաղտնի զեկույցներից։ Հայաստանի անվտանգության ծառայությունը պահպանում էր գաղտնի բժշկական ֆայլեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ։ Այդ ֆայլերում կային տեղեկություններ նրանց առողջության վիճակի, նրանց հիվանդությունների, նրանց դեղորայքի մասին։ Ռիմա Դեմիշճյանի ֆայլը պարունակում էր տեղեկություններ, որոնք ցույց էին տալիս, որ նա տառապում էր լուրջ սրտային հիվանդությունից, դեռևս 1998 թվականից սկսած։ Բժիշկները նախազգուշացրել էին նրան, որ նա պետք է խուսափի սթրեսից, պետք է ընդունի կանոնավոր դեղորայք, պետք է հանգստանա։ Բայց Ռիման անտեսել էր այս բոլոր խորհուրդները։ Ավելին, ֆայլում կար մի նշում, որը ցույց էր տալիս, որ հոկտեմբերի սկզբին Ռիմայի անձնական բժիշկը խնդրել էր նրան անմիջապես հոսպիտալացվել, բայց Ռիման հրաժարվել էր։ Նա ասել էր բժշկին. «Ես չեմ կարող հիմա, ես ունեմ կարևոր գործեր»։ Ինչ էին այդ կարևոր գործերը, որոնք ավելի կարևոր էին, քան նրա սեփական կյանքը։ Արդյոք Ռիման արդեն գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է եւ ուզում էր լինել այնտեղ, երբ դա տեղի կունենա։ Թե նա պարզապես չէր ուզում թողնել Կարենին միայնակ այդ վճռական պահերին։ Հոկտեմբերին, հոկտեմբերի 21-ին, 6 օր առաջ ողբերգությունից Ռիման ունեցավ ամենալուրջ սրտի նոպան։ Դա տեղի ունեցավ ցերեկվա կեսին, երբ նա գտնվում էր համալսարանում, դասավանդում էր իր ուսանողներին։ Հանկարծ նա զգաց, որ սենյակը սկսեց պտտվել։ Ցավը կրծքավանդակում դարձավ անտանելի, եւ նա ընկավ գետնին։ Ուսանողները շտապեցին օգնության, կանչեցին շտապ օգնություն եւ Ռիմային տարան հոսպիտալ։ Բժիշկները ասացին, որ նա ունեցել է լուրջ սրտի նոպա եւ նա պետք է մնա հոսպիտալում առնվազն 1 շաբաթ։ Բայց Ռիման հրաժարվեց։ Նա ասաց, որ պետք է վերադառնա տուն, որ Կարենը կանհանգստանա, եթե իմանա, որ նա հոսպիտալում է։ Բժիշկները փորձեցին համոզել նրան, բացատրեցին, որ նրա կյանքը վտանգի մեջ է, բայց Ռիման անցալի էր։ Նա ստորագրեց թուղթ, որով ազատվում էր հոսպիտալից սեփական պատասխանատվությամբ, վերցրեց իր դեղերը եւ վերադարձավ տուն։ Երբ Կարենը տեսավ նրան, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Ռիմայի դեմքը դեռ մոխրագույն էր, նրա շնչառությունը դեռ ծանր էր եւ նրա ձեռքերը դողում էին։ «Ինչ է պատահել», հարցրեց նա սարսափով։ Ռիման ժպտաց եւ ասաց. «Ոչինչ, պարզապես մի փոքր հոգնած եմ»։ Բայց Կարենը չհավատաց նրան։ Նա պահանջեց ճշմարտությունը եւ վերջապես Ռիման ստիպված եղավ խոստովանել, որ ունեցել է սրտի նոպա։ Կարենը անմիջապես ուզեց կանչել բժիշկ, բայց Ռիման կանգնեցրեց նրան։ «Ոչ», ասաց նա։ «Ես լավ եմ, ես պարզապես պետք է հանգստանամ»։ Եվ Կարենը, ինչպես միշտ, հնազանդվեց նրան։ Վերջին 6 օրերը մինչև ողբերգությունը Ռիման անցկացրեց տանը, հանգստանալով, ընդունելով իր դեղերը եւ սպասելով։ Նա գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է, գիտեր, որ ժամանակը մոտենում է, բայց նա չգիտեր ճիշտ ամսաթիվը։ Յուրաքանչյուր առավոտ, երբ Կարենը պատրաստվում էր գնալ խորհրդարան, Ռիման նայում էր նրան երկար, կարծես փորձում էր հիշել յուրաքանչյուր մանրուք, նրա դեմքը, նրա ձայնը, նրա շարժումները։ Կարենը նկատում էր այս տարօրինակ վարքագիծը եւ անհանգստանում էր, բայց Ռիման միշտ գտնում էր պատճառաբանություն։ «Ես պարզապես ուրախ եմ, որ դու վերադարձար քաղաքականություն», ասում էր նա։ «Ես հպարտ եմ քեզնով»։ Բայց նրա աչքերում Կարենը տեսնում էր ինչ-որ այլ բան՝ տխրություն, վախ եւ ինչ-որ բան, որը նա չէր կարող բացատրել։ Հոկտեմբերի 26-ին, վերջին երեկոն, Ռիման եւ Կարենը նստեցին խոհանոցում, ինչպես միշտ, խմեցին թեյ եւ խոսեցին։ Բայց այս անգամ Ռիման խոսեց ավելի շատ, քան սովորաբար։ Նա հիշեց նրանց առաջին հանդիպումը, նրանց ամուսնության օրը, այն տարիները, երբ Կարենը կառավարում էր Հայաստանը, նրանց երեխաների ծնունդը, բոլոր այն պահերը, որոնք նրանք անցկացրել էին միասին։ Կարենը լսում էր եւ զարմանում էր, թե ինչու նա այսօր այդքան նոստալգիկ է։ «Դու խոսում ես այնպես, կարծես մենք հրաժեշտ ենք տալիս», ասաց նա կատակով։ Ռիման ժպտաց, բայց նրա ժպիտը եղավ տխուր։ «Մենք երբեք չգիտենք, թե ինչ է բերելու վաղը», ասաց նա։ «Դրա համար պետք է գնահատել այն, ինչ ունենք այսօր»։ Դա վերջին խոսակցությունն էր, որը նրանք ունեցան այդ խոհանոցում, այն տեղում, որտեղ նրանք անցկացրել էին հազարավոր երեկոներ, քննարկելով հանրապետության ճակատագիրը, պլանավորելով ապագան, երազելով լավ օրերի մասին։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Կարենը պատրաստվում էր գնալ խորհրդարան, Ռիման արեց ինչ-որ բան, ինչ-որ նա երբեք չէր արել։ Նա բռնեց Կարենի ձեռքը եւ պահեց այն երկար, շատ երկար։ Կարենը զարմացավ եւ հարցրեց. «Ամեն ինչ կարգին է»։ Ռիման նայեց նրա աչքերի մեջ եւ ասաց. «Ես քեզ սիրում եմ, Կարեն։ Երբեք մի մոռացիր դա»։ Կարենը ժպտաց եւ ասաց. «Ես էլ եմ քեզ սիրում, Ռիմա»։
Ես միշտ սիրել եմ։ Հետո նա համբուրեց նրան եւ հեռացավ։ Ռիման կանգնեց պատուհանի մոտ եւ դիտեց, թե ինչպես Կարենի մեքենան հեռանում է փողոցով, մինչեւ այն անհետացավ տեսադաշտից։ Հետո նա նստեց իր սիրած աթոռին խոհանոցում եւ սպասեց։ Նա գիտեր, որ այսօրը ինչ-որ բան պատահելու է, գիտեր, որ նրա կյանքը փոխվելու է հավերժ, բայց նա չգիտեր ճիշտ ժամը։ Ժամը 3:17 րոպեին հեռախոսը զանգեց։ Ռիման վերցրեց այն եւ լսեց այն խոսքերը, որոնք նա վախենում էր լսել։ Խորհրդարանում տեղի է ունեցել հարձակում։ Կարեն Սերոբովիչը։ Ձայնը շարունակեց խոսել, բայց Ռիման այլևս չէր լսում։ Նա դանդաղորեն իջեցրեց հեռախոսը, նստեց իր աթոռին եւ նայեց դատարկ տեղին, որտեղ Կարենը նստում էր ամեն երեկո։ Նրա դեմքին չկար զարմանք, չկար անհավատություն, չկար հիստերիա։ Կար միայն խորը, անվերջ տխրություն եւ ինչ-որ տարօրինակ հանգստություն։ Նա գիտեր, որ այս պահը գալու էր։ Նա պատրաստվել էր դրան։ Եվ հիմա, երբ այն վերջապես եկավ, նա զգաց տարօրինակ թեթևություն։ Սպասումը ավարտվել էր։ Անորոշությունը վերջացել էր։ Եվ հիմա նա կարող էր վերջապես թույլ տալ իրեն զգալ այն ցավը, որը նա պահել էր ներսում այդքան երկար ժամանակ։ Արդյոք Ռիմա Դեմիրճյանը գիտեր, որ հոկտեմբերի 27-ին ինչ-որ բան պատահելու է Կարենի հետ։ Արդյոք նրա սրտի հիվանդությունը, նրա գաղտնի հանդիպումները, նրա տարօրինակ վարքագիծը վերջին ամիսներին, բոլորը կապված էին այն գիտելիքի հետ, որ ողբերգությունը մոտենում է։ Թե սա պարզապես համընկնություն էր, եւ Ռիման պարզապես մի հիվանդ կին էր, ով փորձում էր պաշտպանել իր ամուսնուն այն վտանգներից, որոնք նա զգում էր, բայց չէր կարող հստակ բացատրել։ Մենք երբեք չենք իմանա ճշմարիտ պատասխանը, որովհետև Ռիման տարավ իր գաղտնիքները գերեզման։ Բայց մի բան հստակ է. այս կինը, ով ամբողջ կյանքում եղել է Կարենի ուժը, նրա խորհրդատուն, նրա պաշտպանը, վերջում չկարողացավ փրկել նրան այն ճակատագրից, որը հավանաբար նա տեսել էր գալիս։ 35 տարի անց առաջին անգամ այն մարդը, ով պատասխանատու էր Կարեն Դեմիրճյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կտապալի այն ամենը, ինչ դուք կարծում եք, որ գիտեք։ Անձնական խոսակցություններից Նիկոլայի եւ Ռիմայի միջև, մինչև հուսահատ փախուստի պլանները, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտված է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղդ։ Այս մարդը տեսել է այն, ինչ պետք է մնար հավերժ փակ դռների ետևում։ Ռիմայի վերջին զանգերը անվտանգության ծառայություն, նրա գիշերային այցելությունները Կարենի գրասենյակ, երբ նա կարծում էր, որ բոլորը քնած են, այն պահերը, երբ նա նստում էր միայնակ եւ լաց էր լինում։ Նա պահպանել է լռությունը 35 տարի, բայց այժմ, երբ բոլոր հիմնական դերակատարները հեռացել են այս աշխարհից, նա պատրաստ է բացահայտել ճշմարտությունը։ Ինչու հենց հիմա նա որոշեց խոսել։ Ինչ է նա տեսել այն վերջին օրերին, որը փոխեց նրա ողջ կյանքը։ Եվ ամենակարևորը, արդյոք Ռիման իսկապես գիտեր, թե ինչ է սպասվում, եւ եթե այո, ապա ինչու նա թույլ տվեց, որ դա տեղի ունենա։ Նախկին անվտանգության սպան, ում անունը մենք չենք կարող հրապարակել նրա անվտանգության պատճառով, հիշում է հոկտեմբերի 21-ի գիշերը շատ հստակ։ Ժամը 2-ն էր գիշերվա, եւ նա հերթապահում էր Դեմիրճյանների տան մոտ, երբ տեսավ, որ Ռիմայի սենյակում լույսը վառվեց։ Սա տարօրինակ էր, որովհետև Ռիման սովորաբար քնում էր շատ վաղ, հատկապես վերջին շաբաթներին, երբ նրա առողջությունը վատացել էր։ Սպան մոտեցավ պատուհանին եւ տեսավ Ռիմային նստած իր գրասեղանի մոտ, գրում էր ինչ-որ բան։ Նա գրում էր երկար, ավելի քան 1 ժամ, եւ սպան տեսավ, թե ինչպես արցունքները թափվում էին նրա դեմքից թղթի վրա։ Երբ նա ավարտեց գրելը, Ռիման ծալեց թուղթը, դրեց այն մի ծրարի մեջ եւ թաքցրեց իր գրասեղանի գաղտնի դարակում։ Հետո նա նստեց իր մահճակալի եզրին եւ սկսեց աղոթել։ Սպան երբեք չէր տեսել Ռիմային աղոթելիս, եւ դա նրան շոկեց։ Նա աղոթում էր երկար, շուրջ 30 րոպե, եւ նրա շուրթերը շարժվում էին լուր։ Կարծես նա խոսում էր ինչ-որ մեկի հետ, ում միայն ինքը կարող էր տեսնել։ Երբ նա ավարտեց, Ռիման պառկեց մահճակալին, բայց սպան տեսավ, որ նրա աչքերը բաց էին, եւ նա նայում էր առաստաղին մինչև լուսաբաց։ Ինչ էր նա գրել այդ գիշեր։ Ում էր հասցեագրված այդ նամակը, եւ ինչու նա աղոթում էր, երբ ամբողջ կյանքում եղել էր աթեիստ։ Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ռիման արթնացավ շատ վաղ եւ անմիջապես զանգահարեց իր հին ընկերուհուն, այն կնոջը, ում տվել էր փակ ծրարը մի քանի շաբաթ առաջ։ Ընկերուհին հիշում է այդ զանգը շատ լավ, որովհետև Ռիմայի ձայնը եղավ տարօրինակ, միաժամանակ հանգիստ եւ հուզված։ Ես ուզում եմ, որ դու գիտենաս, ասաց Ռիման, որ ես արեցի այն, ինչ կարծում էի ճիշտ։ Եթե ես սխալվեցի, Աստված ինձ կների։ Ընկերուհին փորձեց հարցնել, թե ինչ է նա խոսում, բայց Ռիման արդեն փակել էր հեռախոսը։
Հետո Ռիման զանգահարեց իր որդուն եւ երկար խոսեց նրա հետ։ Նա ասաց նրան, որ սիրում է նրան, որ հպարտ է նրանով, որ նա պետք է միշտ հիշի իր հորը որպես հերոս։ Որդին զարմացավ այս անսովոր զգացմունքայնությանը, բայց Ռիման միայն ժպտաց եւ ասաց. «Մայրերը երբեմն պետք է ասեն այս բաները»։ Հետո նա զանգահարեց իր քրոջը, իր մի քանի մտերիմ ընկերներին, եւ յուրաքանչյուրին ասաց ինչ-որ բան, որը հնչում էր ինչպես հրաժեշտ։ Բայց ամենատարօրինակ զանգը եղավ այն, որը նա կատարեց դեպի մի համար, որը ոչ ոք չէր ճանաչում։ Անվտանգության ծառայությունը, որը վերահսկում էր Դեմիրճյանների հեռախոսային գծերը, գրանցեց այդ զանգը, բայց երբեք չկարողացավ պարզել, թե ում էր զանգահարել Ռիման։ Զանգը տևեց միայն 3 րոպե, եւ Ռիման ասաց միայն մի քանի նախադասություն։ «Ես արեցի իմ մասը, հիմա ձեր հերթն է կատարել ձերը»։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ էր Ռիմայի մասը։ Եվ ինչ պետք է կատարեին այն մարդիկ, ում նա զանգահարել էր։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը Ռիման գնաց համալսարան ինչպես միշտ եւ դասավանդեց իր ուսանողներին։ Բայց այդ օրը նրա դասը եղավ տարբեր։ Նա խոսեց ոչ թե իր սովորական թեմայի մասին, այլ կյանքի, ընտրությունների եւ պատասխանատվության մասին։ Նա ասաց իր ուսանողներին. «Կյանքում մենք հաճախ կանգնում ենք ընտրության առջև, անել այն, ինչ հեշտ է, կամ անել այն, ինչ ճիշտ է։ Եվ երբեմն այն, ինչ ճիշտ է, պահանջում է մեծ զոհողություններ։ Բայց եթե մենք չենք պատրաստ կատարել այդ զոհողությունները, ապա մենք չենք արժանի այն բարիքներին, որոնք ունենք»։ Ուսանողները լսում էին զարմացած, որովհետև Ռիման երբեք չէր խոսել այսպես։ Մեկը հարցրեց. «Ռիմա Սերոբի, ինչու դուք այսօր խոսում եք այսպես»։ Ռիման ժպտաց այն տխուր ժպիտով, որը դարձել էր նրա ստորագրությունը վերջին շաբաթներին, եւ ասաց. «Որովհետև կան բաներ, որոնք պետք է ասվեն նախքան շատ ուշ կլինի»։ Երբ դասը ավարտվեց, Ռիման մնաց լսարանում միայնակ մի քանի րոպե։ Նա նստեց իր սովորական տեղում եւ նայեց դատարկ աթոռներին, որտեղ նստում էին նրա ուսանողները տասնամյակներ շարունակ։ Հետո նա ելավ, վերցրեց իր իրերը եւ հեռացավ։ Դա վերջին անգամն էր, երբ Ռիմա Դեմիրճյանը դասավանդեց համալսարանում։ Հոկտեմբերի 23-ին Ռիման կատարեց ինչ-որ բան, որը ցույց էր տալիս, որ նա գիտեր։ Ժամանակը սպառվում է։ Նա գնաց նոտար եւ կազմեց իր կտակը։ Այդ կտակում նա մանրամասն նկարագրեց, թե ինչպես պետք է բաշխվեն նրա ունեցվածքը, ում պետք է տրվեն նրա անձնական իրերը, ինչպես պետք է կազմակերպվի նրա թաղումը։ Բայց ամենահետաքրքիրը եղավ մի հատուկ կետ, որտեղ Ռիման պահանջում էր, որ նրա գրասեղանի գաղտնի դարածում գտնվող բոլոր փաստաթղթերը այրվեն առանց կարդալու։ Նոտարը զարմացավ այս պահանջին եւ հարցրեց. «Բայց եթե դրանք կարևոր փաստաթղթեր են»։ Ռիման խստորեն նայեց նրան եւ ասաց. «Հենց դրա համար էլ դրանք պետք է այրվեն։ Կան գաղտնիքներ, որոնք պետք է մնան գաղտնիք»։ Գտնիկ։ Նոտարը ստորագրեց կտակը եւ պահեց այն իր անվտանգ տեղում։ Երբ Ռիման մահացավ 21 տարի անց, այդ կտակը կատարվեց ճշգրիտ այնպես, ինչպես նա պահանջել էր։ Գաղտնի դարակում գտնված փաստաթղթերը այրվեցին առանց կարդալու, եւ ոչ ոք երբեք չիմացավ, թե ինչ էր գրված այնտեղ։ Բայց մենք կարող ենք միայն կռահել. արդյոք այդ փաստաթղթերը պարունակում էին ճշմարտությունը հոկտեմբերի 27-ի մասին։ Արդյոք դրանք բացատրում էին Ռիմայի դերը այն ողբերգության մեջ, արդյոք դրանք անվանում էին այն մարդկանց, ովքեր իսկապես պատասխանատու էին Կարենի մահվան համար։ Հոկտեմբերի 24-ին, 3 օր առաջ ողբերգությունից, Ռիման ունեցավ վերջին հանդիպումը այն անծանոթ մարդու հետ, ում հետ նա հանդիպել էր հոկտեմբերի 15-ին։ Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե գյուղում, այլ Երևանում, մի հին եկեղեցու բակում, որտեղ քիչ մարդիկ էին գալիս։ Անվտանգության ծառայության սպան, ով հետևում էր Ռիմային, տեսավ այդ հանդիպումը, բայց չկարողացավ լսել, թե ինչ էին նրանք խոսում։ Նա միայն տեսավ, որ Ռիման տվեց այդ մարդուն մի փոքրիկ ծրար, եւ այդ մարդը տվեց Ռիմային մի փաստաթուղթ։ Ռիման կրիման կարդաց այդ փաստաթուղթը, եւ սպան տեսավ, թե ինչպես նրա դեմքը դարձավ դաժան սպիտակ։ Նա ասաց ինչ-որ բան այդ մարդուն, եւ նա պատասխանեց։ Հետո Ռիման ծալեց փաստաթուղթը, դրեց իր պայուսակի մեջ եւ հեռացավ։ Երբ սպան փորձեց հետևել այդ անծանոթ մարդուն, նա հայտնաբերեց, որ մարդը անհետացել է, կարծես նա երբեք չի եղել այնտեղ։ Ինչ էր այդ փաստաթուղթը։ Ինչ էր գրված այնտեղ, որ Ռիմայի դեմքը դարձավ այդքան սպիտակ։ Եվ ով էր այդ մարդը, ով կարողանում էր անհետանալ այնպես, որ նույնիսկ պրոֆեսիոնալ սպան չկարողանար հետևել նրան։ Հոկտեմբերի 25-ին, 2 օր առաջ ողբերգությունից, Ռիման կատարեց իր վերջին այցը եկեղեցի։ Այս անգամ նա գնաց ոչ թե Սուրբ Հովհաննես եկեղեցի, այլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Երևանի ամենամեծ եկեղեցին։ Նա մտավ եկեղեցի երեկոյան, երբ այլևս չկային այցելուներ, եւ խնդրեց տեսնել գլխավոր քահանային։ Քահանան ընդամենը հերթ-հերթավոր քահանային,
Քահանան ընդունեց նրան իր գրասենյակում, եւ նրանք խոսեցին ավելի քան 1 ժամ։ Քահանան հետագայում պատմեց, որ Ռիման խնդրեց նրան լսել իր խոստովանությունը։ Սա եղավ շատ անսովոր, որովհետև Ռիման երբեք չէր եղել եկեղեցական կին, եւ քահանան չէր սպասում, որ նա կցանկանա խոստովանվել։ Բայց Ռիման պնդեց, եւ քահանան համաձայնվեց։ Այն, ինչ Ռիման խոստովանեց այդ երեկո, մնաց գաղտնիք, որովհետև խոստովանության գաղտնիքը սուրբ է հայ եկեղեցում։ Բայց քահանան ասաց մի բան, որը տալիս է մեզ ակնարկ։ Նա խոստովանեց մի մեղք, որը կապված էր սիրո եւ պարտքի միջև ընտրության հետ։ Նա ասաց, որ սիրում էր մի մարդու ավելի քան ամեն ինչ աշխարհում, բայց նա նաեւ սիրում էր իր երկիրը, եւ երբեմն այս երկու սերերը հակասում են միմյանց։ Երբ խոստովանությունը ավարտվեց, Ռիման հարցվեց քահանային. «Հայր, եթե մարդը գիտի, որ նրա որոշումը կարող է արժանալ սիրելի մարդու կյանք, բայց այդ որոշումը անհրաժեշտ է երկրի համար, արդյոք նա մեղավոր է»։ Քահանան մտածեց երկար եւ հետո ասաց. «Աստված միայն կարող է դատել այդպիսի որոշումները։ Բայց ես կարող եմ ասել, որ ամենամեծ սերը այն է, երբ մարդը պատրաստ է զոհել նույնիսկ իր սիրելիին ավելի մեծ բարիքի համար»։ Ռիման լսեց այս խոսքերը եւ նրա աչքերից արցունքներ թափվեցին։ Նա շնորհակալություն հայտնեց քահանային եւ հեռացավ։ Դա վերջին անգամն էր, երբ ինչ-որ մեկը տեսավ Ռիմա Դեմիրճանին լացող։ Հոկտեմբերի 26-ին, 1 օր առաջ ողբերգությունից, Ռիման անցկացրեց ամբողջ օրը տանը Կարենի հետ։ Նրանք նախաճաշեցին միասին, ճաշեցին միասին եւ երեկոյան նստեցին խոհանոցում, ինչպես միշտ։ Բայց այս անգամ Ռիման չխոսեց քաղաքականության մասին, չտվեց խորհուրդներ, չքննարկեց ապագա պլանները։ Նա պարզապես նստեց եւ լսեց Կարենին, ով պատմում էր իր օրվա մասին, իր հանդիպումների մասին, իր մտահոգությունների մասին։ Եվ Ռիման նայում էր նրան այնպես, ինչպես երբեք չէր նայել։ Կարծես փորձում էր հիշել յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր արտահայտություն։ Երբ Կարենը ավարտեց խոսելը, Ռիման ասաց. «Կարեն, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ամեն ինչ, ինչ ես արել, ես արել եմ քեզ համար եւ մեր երկրի համար։ Եթե երբևէ դու մտածես, որ ես սխալվել եմ, հիշիր, որ ես միշտ սիրել եմ քեզ»։ Կարենը զարմացավ այս խոսքերին եւ ասաց. «Ռիմա, ինչու դու խոսում ես այսպես։ Դու ինձ վախեցնում ես»։ Ռիման ժպտաց եւ ասաց. «Ես պարզապես ուզում եմ, որ դու իմանաս»։ Հետո նրանք գնացին քնելու, եւ Ռիման պառկեց Կարենի կողքին, բռնեց նրա ձեռքը եւ պրկը եւ պահեց այն մինչեւ նա քնեց։ Դա վերջին գիշերն էր, որը նրանք անցկացրին միասին։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Կարենը պատրաստվում էր գնալ խորհրդարան, Ռիման արթնացավ շատ վաղ։ Նա պատրաստեց Կարենի սիրած նախաճաշը, նստեց նրա հետ սեղանի շուրջ եւ նայեց նրան երկար, լուռ։ Կարենը նկատեց, որ ինչ-որ բան այլ է եւ հարցրեց. «Ամեն ինչ կարգին է»։ Ռիման ժպտաց։ Այն տարօրինակ տխուր ժպիտը, որը Կարենը տեսել էր միայն մի քանի անգամ իրենց երկար ամուսնության ընթացքում։ «Այո», ասաց նա, «ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»։ Կարենը ավարտեց իր նախաճաշը, վերցրեց իր իրերը եւ պատրաստվեց հեռանալ։ Ռիման կանգնեց եւ բռնեց նրա ձեռքը։ Նա նայեց նրա աչքերի մեջ եւ ասաց. «Կարեն, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դու եղել ես իմ կյանքի սերը, իմ ուժը, իմ ամեն ինչը։ Եվ ինչ էլ որ պատահի, երբեք մի մոռացիր, որ ես արել եմ այն, ինչ կարծում էի ճիշտ»։ Կարենը զարմացավ այս խոսքերին, բայց նա չուներ ժամանակ հարցնել, թե ինչ է նա նկատի ունենում։ Նա համբուրեց Ռիմային եւ ասաց. «Ես քեզ սիրում եմ, Ռիմա, ես միշտ սիրել եմ»։ Հետո նա հեռացավ։ Ռիման կանգնեց պատուհանի մոտ եւ դիտեց, թե ինչպես Կարենի մեքենան հեռանում է փողոցով, մինչեւ այն անհետացավ տեսադաշտից։ Հետո նա շրջվեց, գնաց իր սենյակ, նստեց իր մահճակալի եզրին եւ սկսեց սպասել։ Ժամը 3:17 հեռախոսը զանգեց։ Ռիման գիտեր, թե ով է զանգահարում եւ ինչ լուր է նա բերելու։ Նա դանդաղորեն վերցրեց հեռախոսը եւ լսեց այն խոսքերը, որոնք նա սպասել էր լսել։ Խորհրդարանում տեղի է ունեցել հարձակում։ Կարեն Սերոբովիչը այլևս մեզ հետ չէ։ Ռիման լսեց այս խոսքերը եւ նրա դեմքը մնաց անշարժ։ Նա չլաց, չգոչեց, չընկավ հիստերիայի մեջ։ Նա պարզապես ասաց. «Ես հասկանում եմ» եւ փակեց հեռախոսը։ Հետո նա նստեց իր սիրած աթոռին խոհանոցում, այն աթոռին, որտեղ նա նստել էր հազարավոր երեկոներ Կարենի հետ, եւ նայեց դատարկ տեղին, որտեղ Կարենը նստում էր ամեն երեկո։ Նրանք, ովքեր այդ պահին գտնվում էին նրա մոտ, ասում են, որ նրա դեմքին չկար ցավ, չկար հուսահատություն, չկար զայրույթ։ Կար միայն մի տարօրինակ հանգստություն։ Կարծես նա վերջապես ազատվել էր մի ծանր բեռից, որը կրել էր երկար ժամանակ։ Նա նստեց այնտեղ մինչև երեկո։
անշարժ, լուր, եւ երբ ընկերները եկան նրա մոտ, նրանք գտան նրան նստած այնտեղ, աչքերը բաց, բայց կարծես նա չէր տեսնում նրանց։ Նա տեսնում էր ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը միայն ինքը կարող էր տեսնել։ 21 տարի Ռիմա Դեմիրճյանը ապրեց առանց Կարենի։ 21 տարի նա շարունակեց դասավանդել համալսարանում, ղեկավարեց Կարեն Դեմիրճյան հիմնադրամը եւ պահպանեց իր ամուսնու հիշատակը։ Նա երբեք չխոսեց հրապարակայնորեն այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Նա երբեք չմեղադրեց ոչ ոքի, երբեք չպահանջեց վրեժ, երբեք չփնտրեց արդարություն։ Նա պարզապես ապրեց իր հանգիստ կյանքով, շրջապատված իր ուսանողներով, իր ընտանիքով, իր հիշողություններով։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան լավ, ասում էին, որ նա երբեք իսկապես չվերականգնվեց այդ հարվածից։ Նրա աչքերում միշտ կար մի տխրություն, որը երբեք չանհետացավ։ Նրա ժպիտը միշտ եղավ մի փոքր դառը։ Եվ երբ նա մտածում էր, որ ոչ ոք չի նայում, նրա դեմքը ձեռք էր բերում մի արտահայտություն, որը խառնում էր ցավը, մեղքը եւ ինչ-որ տարօրինակ հանգստություն։ 1921 թվականի դեկտեմբերի 21-ին Ռիմա Դեմիրճյանը մահացավ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում։ Նրա մահճակալի մոտ գտնվող բժիշկները նկատեցին մի տարօրինակ բան։ Վերջին րոպեներին, երբ նա արդեն գրեթե կորցրել էր գիտակցությունը, Ռիման հանկարծ բացեց աչքերը, նայեց դեպի առաստաղ եւ ժպտաց։ Ոչ թե տխուր ժպիտ, ոչ թե ցավոտ ժպիտ, այլ իսկական երջանիկ ժպիտ։ Կարծես նա տեսավ ինչ-որ բան, ինչ-որ ուրիշները չէին տեսնում։ Հետո նա շշնջաց մի բառ, որը բժիշկները լսեցին հստակ. վերջապես։ Եվ հետո նրա աչքերը փակվեցին եւ նա հեռացավ այս աշխարհից։ Նրան թաղեցին Կարենի կողքին Կոմիտասի անվան պանթեոնում եւ նրանց գերեզմանի վրա գրված է միայն նրանց անունները եւ ամսաթիվները։ Ոչ մի այլ բառ, ոչ մի բացատրություն, ոչ մի վերջին ուղերձ։ Միայն լռություն, որը պահպանում է իր գաղտնիքները հավերժ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Երբ Ռիմայի կտակը կատարվեց, երբ նրա գրասեղանի գաղտնի դարակում գտնված փաստաթղթերը այրվեցին, մի փոքրիկ թուղթ ընկավ այրվող փաստաթղթերի կույտից եւ մնաց չայրված։ Այդ թուղթը վերցրեց նոտարի օգնականը եւ կարդաց այն։ Այնտեղ գրված էր միայն մի նախադասություն, գրված Ռիմայի ձեռքով. Ես ընտրեցի երկիրը, բայց ես երբեք չմոռացա սերը։ Օգնականը ցույց տվեց այդ թուղթը նոտարին եւ նրանք երկուսով որոշեցին պահպանել այն գաղտնի։ Այդ թուղթը դեռ գոյություն ունի, պահված մի անվտանգ տեղում եւ միայն երկու մարդ գիտեն դրա մասին։ Բայց այն, ինչ գրված է այդ թղթում, բացատրում է ամեն ինչ։ Ռիմա Դեմիրճյանը կանգնեց ընտրության առջև փրկել իր սիրելի ամուսնուն կամ փրկել իր երկիրը։ Եվ նա ընտրեց երկիրը։ Նա գիտեր, որ Կարենի վերադարձը քաղաքականություն վտանգավոր է, գիտեր, որ կան ուժեր, որոնք ուզում են վերացնել նրան, գիտեր, որ ողբերգությունը անխուսափելի է։ Բայց նա նաև գիտեր, որ Կարենը միակ մարդն է, ով կարող է փրկել Հայաստանը այն դժվար տարիներին։ Եվ նա կատարեց ամենադժվար ընտրությունը, որը կին կարող է կատարել։ Նա զոհեց իր սերը իր երկրի համար։ Արդյոք Ռիմա Դեմիրճյանը մեղավոր էր Կարենի մահվան համար։ Արդյոք նա դավաճան էր, թե հերոս։ Արդյոք նրա ընտրությունը ճիշտ էր, թե սխալ։ Պատմությունը չի տալիս մեզ պարզ պատասխաններ։ Կան միայն հարցեր, որոնք մնում են անպատասխան, գաղտնիքներ, որոնք մնում են չբացահայտված, ճշմարտություններ, որոնք մնում են թաքնված։ Բայց մի բան հստակ է. Ռիմա Դեմիրճյանը եղավ ավելին, քան պարզապես Կարենի կինը։ Նա եղավ ուժը նրա ետևում, ուղեղը նրա որոշումների ետևում եւ, հավանաբար, ողբերգությունը նրա ընտրության ետևում։ Նա ապրեց ստվերում, բայց նրա ազդեցությունը եղավ ավելի մեծ, քան շատ նրանց, ովքեր ապրեցին լույսի տակ։ Եվ երբ նա վերջապես հեռացավ այս աշխարհից, նա տարավ իր հետ գաղտնիքներ, որոնք հավանաբար երբեք չեն բացահայտվի։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Ռիմա Դեմիրճյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։